Շատ շնորհակալ եմ, որ եկել եք այսօր մեր հանդիպմանը։ Ազատանի նորակառույց դպրոցում է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների եւ վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ։ Ապակենտրոնացումից զատ այս կերպի ցույց է դրվում նաեւ նոր կառուցված կամ հիմնանորոգված դպրոցների հնարավորությունները։ Նախ ամենամեծ տալիճը Ազատանի դպրոցն ուներ ու նորակառույց դպրոց էր, նաեւ կուզենայի, որ մեր մյուս տնօրենները, որոնց դպրոցներին դեռ հերթը չի հասել, կային տեսնեին այն շենքային պայմաններ, այն դպրոցը, որը իրենց էլ է սպասվում, իրենք էլ են ունենալու նման դպրոցներ։ Մարզպետը մասնավորապես անդրադարձել է դպրոցներում դրամահավաքության ցանկացած դրսևորման բացառման անհրաժեշտությանը, շեշտելով, որ կրթական հաստատություններում նման երևույթները անթույլատրելի են։ Մարտի 8-ին է վեր, մարտի ապրիլի 7-ին է վեր, ծնունդին է վեր, այդ էլ եմ ասում, որպես ծնող հասկանում եմ այն ծնողներին, որոնք փորձում են շնորհակալություն հայտնել մանկավարժին, բայց խնդրելու եմ ու նաև պահանջելու եմ, որ նման դեպքերը դպրոցներում խստիվ արգելվի։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական հաստատությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել է կարգապահության, թափանցիկության եւ արդյունավետ կառավարման կարեւորությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ մարզում ընթացող դպրոցաշինական ծրագրերի շինարարական եւ վերանորոգման աշխատանքների մշտական վերահսկողությանը։ Ժամկետների խնդիր որպես այդպեսի չունենք, եղանակային պայմանները դե այս տարի ծմերը մի քիչ խիստ արեց, մենք էլ շատ դեպքերում հիմնականում որակի հետևից են գնում ու ոչինչ 10 օր Էսկոմ 10 օրենքոմը կարևոր է որակական որևէ խնդիր չունենանք կառուցման համար ու հիմա արդեն ունենք դպրոցներ, որոնք ավարտել են գույքին ենք սպասում, ունենք որոնք ամբողջությամբ տեղավորվել են եւ երկուշաբթի օրը հաջորդ երկուշաբթի գնալու են, ունենք որ այս երկուշաբթիները ոնց որ դե գնացել, այդ գործընթացն է բնականon հունով գնում է։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը կրթական ոլորտում առկա խնդիրներին օպերատիվ արձագանքելու եւ դպրոցների բնականon գործունեությունն ապահովելու նպատակով։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։